Բարի ուշ երեկո ձեզ, սիրելի հայեր, քույրեր եւ եղբայրներ, Աստծո կամքով Հիսուս Քրիստոսյանով նորից շնորհակալ եմ, որ ուղիղ եթեր եմ մտնում։ Եվ այսօր այն թեման է լինելու, որ կապված է ինտերնետի բացասական եւ դրական կողմերի հետ։ Սիրելիներս, այսօր ողողված է ինտերնետում համացանցում անբարոյական այլանդակ տեսանյութեր, որոնցից օգտվում են ձեր երեխաները փոքրից սկսած, որտեղ ես էլ չեմ ուզում թվարկեմ այն անկարգությունները, այն ամեն ինչը, որը որ դեմ է բարոյական օրենքներին, Աստծո օրենքներին, եւ այդ ամեն ինչը հիմա հեռախոսով փոքր երեխեքն են տենում, եւ ես չեմ ուզում թվարկեմ այն անվայել բառերը, որ իրանց պետք է ասել, բայց սիրելիներս, դուք լավ գիտեք այդ մարդիկ ովքեր են։ Եթե դուք տեսնում եք իրենց եւ հավանություն եք տալիս, դուք դեմ եք կանգնում ողջամիտ վարդապետությանը, գաղափարախոսությանը, որ սերը պետք է լինի Աստծուց, բայց սերը գալիս է նրանից, որ մարդը կապիկությանն է հավանություն տալի, դա սրբապղծություն է, սիրելիներս։ Եվ այսօր ինտերնետի բացասական կողմերը այն է, որ դրանից նույնիսկ երեխեքն են օգտվում։ Եվ Աստծո խոսքն է ասում. վերաբերվիր մարդկանց այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ վերաբերվեն, սիրելիներս։ Ոնց որ դուք կվերաբերվեք, նույնն էլ ձեզ կվերաբերվեն։ Այսինքն, եթե դուք տենում եք, որ կապիկություն է, սիրելիներս, ոնց կարաք դուք դրան վերաբերվեք դրական, հա։ Եթե դուք ընդունում եք դա, ուրեմն կընդունեք մնացած բաները, սիրելիներս, մերժեք սա, որովհետև ամեն սոցիալական ցանց պետք է ծառայի Աստծուն, սիրելիներս։ Աստված իր կամքով, իր միջոցով ցանկացած սոցցանց, սիրելիներս, օգտագործում է մենակ Աստծո նպատակով, Աստծո խոսքը տարածելու համար, ոչ թե կապիկություն անելու համար, որ շատերը անում են, սիրելիներս։ Վերջացրեք սա եւ ձեր երեխաներին զերծ պահեք նման վիդեոներից, տեսանյութից։ Վերջը եկել է, սիրելիներս, արդեն բավական է։ Չի կարելի երեխեքին գոնե զերծ պահել այդ բան, չի կարելի, սիրելիներս, թույլ տալ, որ իրանց հոգիները պղծվեն։